Բարի օր հարգելի հյուրեր, ուրախ ենք ձեզ ողջունել այս գեղեցիկ սրահում, սրահ, որը իր հյուրընկալ դռներն է բացել մեր բոլորի առջև եւ ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք այսքան կարեւոր օրը միասին նշելու։ Այսօր ամսի 19 է, գրքի տոնը։ Կարծում եմ հենց սա մտածված էր, որ այսօր պետք է լիներ այս հիանալի հայ գործարարների գրքի շնորհանդեսը, որին ներկա եք դուք բոլորդ եւ նաեւ մասն եք կազմում այս գեղեցիկ միջոցառման։ Նախաձեռնությունը, որի շուրջ 1.5 տարի հետո դարձավ իրականություն, վստահ եմ նաև ձեր մեծագույն ներդրման արդյունքն է։ Քանի որ դուք մասնակիցն եք դարձել բիզնես կրթական մի եզակի ու կարևորագույն շտեմարանի ստեղծման, որը տարիներով չի կորցնելու իր թեմատիկ արդիականությունը։ Ավելին նոր ընթերցողներ է ձեռք բերելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Ձեռնարկատիրությունը ոչ միայն պարզապես գործունեության ոլորտ է, այլև մտածողություն եւ ապրելակերպի յուրահատուկ ձև։ Ինչպես զրոյից հիմնել բիզնես կամ ինչպես զերծ մնալ բիզնեսում հաճախակի այրվող սխալներից ու ձախողումներից կամ առհասարակ ովքեր պետք է զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս բոլոր հարցերի պատասխաններն էլ մեկտեղված են հայ գործարարների 105 բիզնես պատմությունների առաջին երկլեզու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման գրքում։ Մենք բացահայտել ենք ավելի քան 105 նոր բիզնես պատմություններ, իմի բերել նոր մտքեր, նոր աշխատանքային սկզբունքներ, ամենաբարդագույն իրավիճակներում կողմնորոշվելու եզակի մոտեցումներ, տնտեսական մարտահրավերներին դիմակայելու անհատական լուծումներ։ Գիրքը հարուստ է ուսուցողական, կրթական եւ վերլուծական բովանդակությամբ, պատկերելով հաջողակ գործարարի անցած բիզնես ուղու բարդ ու անտեսանելի կողմը։ Գրքի նախաձեռնության ձևաչափը ստիպել է գրքի գլխավոր հերոսներին անկեղծանալ, հաղորդակից դարձնել ընթերցողին մեդալի հակառակ կողմին, բացահայտել այն շրջափուլերը, որոնք լի են եղել, միգուցե հիասթափություններով, միգուցե շատ ու շատ առաջխաղացումներով։ Սակայն յուրաքանչյուր գործարարի պատմությունը մի նոր լուծում է առաջադրում, մի նոր ազդակ է հաղորդում, փոխանցում լավատեսություն եւ սովորեցնում, ինչպես հաղթահարել հուսահատությունը։ Հեղինակը ցանկացել է մեջբերել բիզնես առաջնորդների հաջողության բանաձևերը եւ տալ բազմաթիվ ինչուների պատասխաններ, որոնք ընթերցողների շրջանում կձևավորեն նոր աշխարհընկալում, կնպաստեն սեփական ներուժի վերարժևորմանը եւ դեռևս չիրականացված հնարավորությունների բացահայտմանը։ Գիրքը լույս է ընծայվել AAD Project ընկերության կողմից։ Ստեղծագործական թիմը ջանք չի խնայել, որ յուրաքանչյուր հարցազրույց գործարարի հետ անցկացվի ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Նշենք, որ գրքի ստեղծման ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատել։ Գրքի շապիկի գեղարվեստական դիզայնը ապահովել է Velsprint տպագրության տպագրատունը։ Իսկ տպագրությունը եւ հրատարակչությունը բարձր որակը ապահովել է Printbox տպագրատունը։ Սիրով ծափահարությունները թող հնչեն բոլոր այն մարդկանց, ովքեր տարուց ավել աշխատել են, որպեսզի մենք ունենանք այսքան հիանալի գիրք, որը կդառնա շատ ու շատ նոր եւ սկսնակ բիզնեսմենների համար մտքի կամ նորողությունների ձեռքբերման մի նոր գիրք։ Այժմ ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել դեպի էկրաններին։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար։ Իմ կարծիքով սա մեր երկրում աննախադեպ մի շտեմարան է ձևավորվում գրքի տեսքով, որտեղ հնարավորություն ունեն բիզնեսները կամ մարդիկ, ովքեր որ որոշակի համակարգեր են ստեղծել, որոշակի արդյունքներ են ստացել, իրենց փորձով կիսվեն։ Եվ այդ հնարավորությունը ավելի շատ ընձեռնվելու է ընթերցողներին, նոր սկսվող բիզնեսներին, արդեն իսկ գործող բիզնեսներին։ Ես Նշան Աչեմյանն եմ, ներկայացնում եմ Հայեմ հիմնադրամը, որի գործունեությունը շուրջ 23 տարի է ծավալված Միացյալ Նահանգներում։
Իմ ողջունի խոսքն եմ ուզում ասել 105 ձեռներեցների գրքի հրատարակման հետ կապված։ Մեր կազմակերպությունը չի հետապնդում շահույթ, բայց մեր կազմակերպության բոլոր ծրագրերը իրականացվում են ձեռներեցների եւ գործարարների միջոցով։ Դա մի ոլորտ է, որը յուրաքանչյուր մարդ պետք է իր առջև մի խնդիր դնի, առաջնահերթ խնդիր դնի, որ պետք է սկզբունքորեն լինի ազնիվ։ Ազնվությունը, որ տալիս է հաջողություն բիզնես ծրագրերին։ Կարծում եմ այս 105 գործարարների անունները շատ կունենան ընթացք եւ հաջորդ տարի մենք կունենանք եւս 105 ձեռներեցների նոր գիրք, որը կունենա նաեւ հեղինակային մի կարգավիճակ, ինչու՞ չէ, մրցունակություն ունենա աշխարհի լավագույն Forbes-ի պես ամսագրերի որակի հասցնելու հետ կապված։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ եւ ուզում եմ ցանկանալ երկար տարիների վեհնավոր աշխատանք։ Բոլոր ձեռներեցներն էլ նեցու կանգնեք այս գործունեությանը եւ ինչու՞ չէ, միայն ոչ թե փոքր բիզնեսները այստեղ ներգրավված լինեն, այլ խոշոր այն բիզնեսները, որը տալու են հնարավորություն մեր պետականությունը ել ավելի կայացնելու համար։ Յուրաքանչյուր ներդրումը հարկային դաշտում ֆինանսական աջակցություններ կտան հնարավորություն մեր երկիրը շենացնելու համար։ Բարև ձեզ։ Ես Հայկ Մանասյանն եմ, Մանասյան Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիրը։ 105 բիզնես պատմություններ գրքում ես նախաբանում ներկայացրել եմ, թե ինչպես է ձևավորվել հայկական բիզնես միջավայրի գոբելենը եւ յուրաքանչյուր մասնակից ինչ կարևոր ներդրում է ունեցել այդ գեղեցիկ պատկերի ստացման հարցում։ Ավելին, ես ներկայացրել եմ մեր ընկերության հաջողության պատմությունը, թե ինչպես մենք կարողացանք հայկական բիզնես միջավայրում կրթությունը, գիտելիքը, նորարարությունն ու խորհրդատվությունը համատեղելով ստեղծել մի այնպիսի միջավայր, որ տարիների ընթացքում մեր գործարար համայնքը անընդհատ կրթվելով, զարգանալով կարողացավ ստեղծել մի կուր համակարգ, որն էլ եւ արտացոլված է գրքի տարբեր բիզնես պատմությունների մեջ։ Ես առաջարկում եմ անպայման ընթերցեք այդ գիրքը։ Սա շատ լավ նախաձեռնություն է եւ վստահաբար կարող եմ ասեմ բոլորը ձեր համար շատ կարեւոր խորհուրդներ կարող եք ստանալ։ Գիրքը ամբողջությամբ խոսում է հաջողված բիզնեսների, պատմությունների եւ անցած ճանապարհի մասին, որոնք որ շատ էական նշանակություն ունենալու ապագա սերունդների համար։ Ուրախ եմ մասնակիցը լինելու այս հետաքրքիր նախաձեռնությանը 105 բիզնես պատմություններ գրքին եւ կարծում եմ, որ ճիշտ ժամանակինն է այս նախաձեռնությունը, քանի որ մենք որպես ընկերություն եւ ես ինքս որպես գործարար շատ կարեւորում եմ առհասարակ բիզնեսների եւ հաջողությունների եւ անհաջողությունների պատմությունների մասին շատ խոսել։ Հայ գործարարների հաջողությունների պատմությունների։ Թույլ տվեք ներկանամ, ես Armenia Leasing ընկերության համահիմնադիր եւ տնօրենն եմ, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահը։ Armenia Leasing-ի պատմությունը շատ հետաքրքիր է եւ համընկել է երևի թե ձեր այս 105 բիզնես պատմությունները մեր հնգամյակի հետ։ Եվ առաջին խորհուրդս, որ պետք է տամ ապագա գործարարին, դա ճիշտ մտքի գեներացիայի շուրջ ռեսուրսները եւ հնարավորությունները համատեղելն է։ Շատ եմ կարևորում 105 գործարարների պատմության գրքի հրապարակումը, ինչի համար, որովհետև ամեն գործարար անկեղծ կարող է պատմել իր պատմությունն առանց ամաչելու եւ վստահ լինելով, որ դա կարողանա դառնա եկող սերունդի համար հետաքրքիր վերլուծական մեթոդ, որ կարողանա մարդիկ սիրեն եւ զբաղվեն բիզնեսով։ Բարև ձեզ։ Ես հանդիսանում եմ Ecomotors ընկերության հիմնադիրը։ Հրավեր եմ ստացել մասնակցելու 105 բիզնես պատմության նախաձեռնությանը, որտեղ անկեղծորեն ներկայացրել եմ իմ ողջ բիզնեսի պատմությունը, ձախողումների ու հաջողությունների շրջափուլերը, որոնք կարծում եմ կօգնեն ապագա գործարարներին ճիշտ կառուցել իրենց բիզնեսը։ Բարև ձեզ։ Ես Սամվելն եմ Մաչանյան, Ալուրիա գինիների մեծ եղբայրը, մեծ ոգևորությամբ եւ հպարտությամբ համաձայնվեցինք 105 բիզնես պատմություններ նախաձեռնությանը մասնակցել։ Ճիշտն ասած շատ կարևոր է, շատ ուրախանում ենք, որ Հայաստանում ստեղծվում է նմանատիպ մի բան, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մարդիկ տեսնեն
թե ով է իրականում հայ գործարարը, շատ ուրախ կլինենք, որ այս նախաձեռնությունը հաջողություն ունենա ու շարունակություն ունենա։ Երբ որ ստացա 105 բիզնես պատմության գրքի հրավերը, սկզբից մտածում էի, թե ինչի մասին պետք է խոսանք, բայց որոշեցի անպայման մասնակցեմ եւ ներկայացնեմ իմ անցած ճանապարհը ոչ թե ինձ համար, այլ այն մարդկանց համար, ովքեր վաղը պետք է սկսեն բիզնեսը։ Իհարկե, որպես բիզնեսմեն մենք անցել ենք շատ լավ ճանապարհ եւ շատ դժվար ճանապարհ, 87 թվականից սկսած մենք զբաղվում ենք բիզնեսով, կոոպերատիվ, ֆիրմա, գործարաններ եւ այլ եւ այլ։ Ինչ կցանկանայի երիտասարդներին խորհուրդ տալ, որ բիզնեսի աշխարհ մտնելու համար հարկավոր է ունենալ ստույգ նպատակներ, ցանկություն, հարկավոր է որ իմանաս ինչի համար ես բիզնես անում, բիզնեսը դա մենակ փող աշխատել չի։ Ստանալով հրավեր 105 բիզնես պատմություն գրքից, սիրով ընդունեցի հրավերը, քանի որ նա բացառիկ հնարավորություն է բացահայտելու հայ գործարարների բիզնես պատմությունները եւ նաեւ ինքներս մեր պատմությունը։ Ողջույն, ես Հովնան Շահբազյանն եմ, Futuris Architect, Voldeco եւ Zil Project ընկերությունների համահիմնադիր եւ տնօրեն։ Երբ առաջարկ ստացա 105 բիզնես գաղտնիքները գրքից մասնակցելու, առանց երկար մտածելու համաձայնվեցի, որովհետեւ մեր օրերում գործարարի նշանակությունը սոցիալական կյանքում պետք է բարձրացնել, սոցիալական դիրքերում պետք է բարձրացնել, իսկ այս գիրքը միտված է հենց դրան։ Երբ հրավեր ստացա 105 բիզնես գրքին մասնակցելու համար, հարցազրույց տալու համար, ինձ հետաքրքրեց նպատակը եւ շատ ոգեշնչեց, որովհետեւ նպատակը այն էր, որ մեր երիտասարդները, ովքեր ուզում են բիզնես սկսել, կարողանան մոտիվացվել ոչ միայն աշխարհով հայտնի այլ ազգի բիզնեսմենների, այլ մեր հայ իրականության մեջ բիզնես գործունեություն ծավալած բիզնեսմենների փորձից ելնելով։ Շատ հաճելի էր, երբ ստացա հրավեր մասնակցելու այս նախաձեռնությանը 105 մտքերի, գաղափարների, գրքում, ձեռնարկում, ուղեցույցում կամ կարելի է մի հատ նոր անուն դրան որոշել հորինել, ասել, որ մոտիվացիոն ձեռնարկ, երևի մոտիվացիոն, որտեղ ես ինքս էլ կուզեի կարդացած լինեի մի հատ այնց մոտիվացիոն ձեռնարկ, երբ ես նոր էի մուտք գործում բիզնես աշխարհ, իմանայի, թե արդեն, այսպես ասած, հաջողության հասած բիզնեսմենները ոնց են սկսել իրենց ընթացքը, որն է եղել այն գրավականը, որով նրանք ոգևորվել են, մոտիվացվել են ու առաջ են տայել իրենց գաղափարը ու հասել են այդ հաջողությանը։ Ողջունում եմ նախաձեռնությունը, շատ ճիշտ բան եք արել, մեր նաև նպատակը երիտասարդ ստարտափերին, ովքեր որ նոր են սկսում իրենց բիզնեսը, կարդալով արդեն որոշակի հաջողությունների հասած գործարարներին, նրանք ինչ որ մի բան էլ տեղից քաղելով վերցնելով իրանց օգնելու է, որ ավելի վստահ իրենց քայլերը իրականացնեն այս ոլորտում։ Ես Մակար Եղիազարյանն եմ, Եղիազարյան եւ գործընկերների իրավաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավարը։ Կարծում եմ, որ անձի կատարելագործման համար կարևոր նշանակություն ունի որոշակի հաջողությունների հասած անձանց պատմությունների ուսումնասիրությունը։ Ճիշտ է, համաշխարհային գրականությունը լի է նման պատմություններով, սակայն հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական առանձնահատկությունները, կարծում եմ, որ Հայաստանում հաջողությունների հասած անձանց պատմությունները եւս կարևոր նշանակություն կունենան հայ ընթերցողի համար։ Այս նախաձեռնությունը աննախադեպ է իր տեսակով, սիրով մասնակցում դրան եւ կարծում եմ, որ այն կարևոր նշանակություն կունենա հայ ընթերցողի համար։ Շնորհակալություն բոլոր այն մասնակիցներին, ովքեր որ իրենց բիզնես պատմություններով կամ միգուցե իրենց կյանքի պատմությունով կիսվել են մեր գրքում։ Եվ այսպես մենք ունենք բանախոսներ, ովքեր այսօր մի փոքր կփորձեն իրենց տեսլականը նաև մեզ հետ կիսել։ Եվ այսպես այստեղ եմ ուզում հրավիրել Հայաստանի Հանրապետության Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։ Բարև ձեզ, արգելի գործարարներ, հյուրեր, նախ շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպիչներին։ Շնորհակալություն եմ հայտնում այս գրքի հրատարակությանը նախաձեռնողներին, օժանդակողներին։ Մենք բոլորս գիտենք, որ տնտեսության առաջընթացի եւ զարգացման կենտրոնական կերպարներից է գործարարը։ Եվ գործարարի դերն ու նշանակությունը այնքան մեծ է
տնտեսության զարգացման, պետության կայացման գործընթացում, որ ինչ էլ անենք, որ միջավայրը լավանա, ինչ էլ անենք, որ ունենանք գրագետ գործարար, մեկը էլի սահման չունի, մեկը էլի մենք պետք է ասենք, որ տեղ ունենք զարգացնելու։ Շատ ժամանակ, երբ որ խոսք է գնում աշխատողների կրթության մասին, մենք միշտ ասում ենք դրանից առաջ մենք պետք է շատ կարևոր է մտածենք գործատուների, գործարարների կրթության մասին, որովհետև եթե գործարարը կրթված չեղավ, խնդիր ենք ունենալու շատ գլոբալ առումով, քան աշխատողը, եթե կրթված չեղավ։ Այս գիրքը ինքը հենց մի կրթության հնարավորություններից մեկն է։ Ես նոր կիսվում եմ մեր գործընկերների հետ, ասում եմ կա պետություն, որտեղ պետության մակարդակով, պետական մակարդակով գործարարների վրա շատ խիստ կոշտ ձևով դրված է իր փորձով կիսվելը նոր սերունդի հետ։ Եվ եթե գործարարը իր փորձով չի կիսվում նոր սերունդի հետ, ինքը լուրջ խնդիր ունի պետության հետ եւ հասարակության հետ։ Դա Իսրայելի հանրապետությունն է։ Իսկ մենք ինչով ենք վատ, ինչով չենք կարող մրցել այն պետությունների հետ, որոնք ունեն հաջողություններ։ Փորձով կիսվելը դա նշանակում է ձերբազատել մարդկանց այն նույն փորձություններից, որոնք բախվել են արդեն փորձառու բիզնեսմենները։ Դա նշանակում է տալ այն օրինաչափությունները, տալ այն սկզբունքները, տան այլ մոտեցումները, որոնք մարդիկ իրենց տարիների ընթացքում ձեռք են բերել։ Մարդիկ հնարավորություններ են ունեցել հաջողելու եւ ձախողելու։ Եվ ես համոզված եմ, որ այս գիրքը կլինի իրականում մի կրթական մեծ բաղադրիչ ցանկացած եւ սկսնակ բիզնեսի համար, եւ գործող բիզնեսի համար։ Բոլորս էլ գիտենք, գործարար կլինի, մասնագետ կլինի, ով ուզում է լինի, եթե բաց է, ինքը կատարելագործվելու հնարավորությունը շատ մեծ է։ Եվ ես իրականում ողջունում եմ եւ համարում եմ, որ նման գրքերը նամանավանդ եթե ինքը գրված է հայ բիզնեսի կյանքից, հայ բիզնեսմենի կյանքից, քանի որ մենք բոլորս էլ ուսումնասիրում ենք միջազգային պրակտիկա, միջազգային փորձեր, բայց եկեք անկեղծ լինենք, այստեղ շատ կարևոր է նաև մեր հայկական, մենտալը, մեր հայկական աշխարհագրական առանձնահատկությունները, ինչու՞ չէ նաև ժամանակաշրջանային, որովհետև այսօր մենք չենք կարող 90-ականների վարքագիր դրսևորել։ Պատկերացնում եք այսօրվա բիզնեսմենը դրսևորի 90-ականների կամ 2000-ականների վարքագիծ։ Ձախողումը երաշխավորված է։ Նոր սերունդ է գալիս կրթված, իրականում նոր սերունդ է գալիս կրթված եւ հարուստ սեփականատերերը խնդիր են ունենալու։ Հարուստ, բայց ոչ գրագետ սեփականատերերը խնդիր են ունենալու։ Կապիտալի վերաբաշխումը միանշանակ անխուսափելի է։ Շատ սահուն, շուկայական օրինաչափություններով։ Հետևաբար ես ուրախ եմ, որ նման գիրք հրատարակվել է եւ իհարկե սա չպիտի լինի այնպիսի օրինակ, որ մի անգամ հիշենք 10 տարի հետո ասենք կան, ես այդ սինդրոմը համարում եմ Արարատ 73, որ 50-ամյակը նշում ենք Արարատ 73-ի, մի անգամ էլ չեմպիոն չեղեք։ Մարդիկ ասում են դա դժբախտություն է, մի ուրախացեք։ Հիմա չլինի այս գիրքը 20 տարի հիշենք, 20 տարի առաջ այսպիսի գիրք եղավ։ Ոչ, ամեն տարի էլ պետք է լինի այսպիսի գիրք, ամեն տարի էլ պետք է հնարավորություն լինի սկսողը կարդա, ուսումնասիրի, մոտիվացվի եւ սկսի գործել։ Ամեն բիզնեսից ստացած նոր արժեքների հանրագումարը միանշանակ պետական մակարդակով դառնում է տնտեսության աճ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Պարոն Համբարձումյան, մեկ նախադասությամբ սկսնակ բիզնեսմենին ինչ խորհուրդ կտաք։ Արդեն սկսելա, թե ուզում ես սկսի։ Սկսնակը նա այն մարդն է, որ փորձում է սկսել, բայց միգուցե ինչ որ քայլեր արդեն ան։ Այսինքն այդտեղ տարբերություն կար, ներողություն։ Իհարկե կա։ Եթե դեռ չի սկսել, միգուցե Եթե դեռ չի սկսել, միգուցե չսկսի, որովհետև իմ խորհրդի արդյունքում ես խորհուրդ տալը ամենահեշտ եւ ամենաանպատասխանատու։ Բայց ենթադրենք, որ սկսել է մի նախադասություն, որը միգուցե ոգևորող լինի։ Չէ՞ որ մենք հազարավոր պատմություններ գիտենք, որ մի նախադասությունը կյանքեր է փոխել։ Այո, ես մի նախադասություն եկեք շատ չփիլիսոփայինք, ընդամենը իմ խորհուրդը, ասում եմ ամենաանպատասխանատու, բայց եւ կարեւոր գործ է խորհուրդ տալը, ես ընդամենը մի բան կասեմ, որ եթե ուզում ես սկսել, ով ուզում է լինել, շատ կարևոր է, որ ինքն իրեն ուսումնասիրի, հետո սկսի այդ գործը։ Ինքը իրեն ճանաչի, նոր սկսի։ Եթե ինքը իրեն ճանաչեց լավ, հնարավոր է սկսի ավելի մեծ եռանդով, հնարավոր է սկսի այլ ոլորտում։ Մարդ իրեն եթե լավ չի ճանաչել, դեռ ոչինչ սկսելու իրավունք չունի։ Դրա համար շատ կարևոր է, որ բիզնեսները երբ որ ձախողում են, մի հատ այսպես ժամանակի մեքենայով հետ ենք բերում եւ հասկանում ենք, եթե ժամանակին իրենք ինքնաճանաչումը լավ կազմակերպած լինեին, միգուցե չսկսեին, միգուցե սկսեին ավելի լավ ոլորտում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Ինչ ապագա ունի բիզնեսը Հայաստանում։ Իր դիտարկումներն է ցանկանում կիսել մեզ հետ Մանասյան Group կրթական եւ խորհրդատվական կենտրոնի տնօրեն, Մանասյան Sales School վաճառքի մասնագիտացված դպրոցի հիմնադիր, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը։ Այստեղ գտնվող շատ գործարարներ վստահաբար կփաստեն, որ նրան ոչ միայն ճանաչում են, այլ հանդիսանում են նրա դպրոցի շրջանավարտները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերքի համար։ Նախորդ մեր բանախոսի Վահագի խոսքի շարունակության հետ կապված մի միտք կուզենամ ասեմ, որ կյանքում գոյություն ունի երկու սխալ, երկու մեծ սխալ՝ չսկսելը եւ չավարտելը։ Դրանք մարդկանց կյանքի ամենամեծ սխալներն են։ Այն մարդը, որ չի սկսում, ինքը մեծ սխալ է թույլ տալիս, եւ այն մարդը, որ սկսածը չի ավարտում, նույն կերպ մեծ սխալ է թույլ տալիս։ Վերադառնալով իմ խոսքի մտքին, ես, ինչպես գիտեք, գրքի խորագրում էլ խոսք եմ ասել, բացի մեր ընկերության պատմությունը ներկայացնելով, եւ այդ խորագրի ժամանակ բավական խոհեր եկավ մոտս, թե ինչն է կարեւոր բիզնեսի, հայկական բիզնեսի ապագայի համար, եւ ես մտովի վերադարձա մեր ազգի ակունքներին, մենք պետքա հետ նայենք, հասկանանք մենք ինչ ենք բերել դարերից մեր հետ։ Եվ ժառանգականության առումով, եւ մշակույթի առումով, մենք որպես հայ ազգ, հայ գործարար, ինչի վրա ենք հենվում։ Մենք հենվում ենք մեր ազգային շատ կարևոր մի քանի բանի վրա։ Առաջինը մեր հարուստ մշակույթի վրա, որը իր արտացոլումը պետքա գտնի ցանկացած մեր գործարար նախաձեռնության մեջ։ Մենք պետք է մշակույթի կարող լինենք ցանկացած մեր գործում։ Դա շատ կարևոր է։ Մենք հենվում ենք ազգային շատ կարևոր հատկանիշների վրա, որից մեկը դա ստեղծարարությունն է։ Հայը ցանկացած երկրում, այդ թվում նաև Հայաստանում հիմա արդեն ավելի լավ, միշտ ստեղծարար, ինովատիվ, նախաձեռնող, նոր բան տվող տեսակ է եղել։ Տարբեր երկրներում դրա վառ ապացույցները կան։ Հայը եղել է առաջադեմ, միշտ առաջանայել, միշտ առաջնեկն է եղել նախաձեռնությունների։ Ես ուզում եմ, որ հայ գործարարը լինի եւ ստեղծարար, կրեատիվ այսօրվա լեզվով ասած, եւ առաջադեմ, եւ ինքը հիմնվի իր ազգային ակունքների վրա, որտեղ մենք շատ մեծ գիտելիք ու փորձ ենք բերել, եւ ամենակարևոր միտքը, որ ուզում եմ ամփոփեմ խոսքս, իհարկե շատ բան կա ասելու, գործարար բառը հրաշալի բառ է հայերենում։ Գործ արարել։ Գործարարը պետք է արարող տեսակ լինի։ Եթե գործարարը ընդամենը նստած է փող աշխատելու գաղափարի վրա, ինքը Հենրի Ֆորդի խոսքերով ասած ամենաաղքատ մարդն է։ Այն բիզնեսը, որ մենակ փող է ստեղծում, ինքը ամենաաղքատ բիզնեսն է։ Հայ գործարարը պետք է արարի, արարչագործություն դրի իր գործի մեջ։ Դա ի վերուս տրված շնորհք է։ Դա ազնվական մասնագիտություն է, գործարարության մեջ ամեն մեկը չեն կարող հաջողության հասնել։ Դա ազնվական մասնագիտություն է, եւ ես մաղթում եմ, որ այս նախաձեռնությունը, որ կա, ինքը շարունակական լինի, առիթ լինի, որ մենք բոլորով միշտ հավաքվենք, մենք գրքի մեջ վիրտուալ միասնություն ունենք, այստեղ իրական միասնություն ունենք եւ միշտ մտածենք մենք ամեն օր ինչ ենք արարում, ինչ ենք ստեղծում, եթե ստեղծում ենք, մենք հաջողված գործարար ենք եւ իմ գործի նպատակը որպես առաքելություն դա հայ գործարարի բրենդը աշխարհում ճանաչելի դարձնելն է, բայց մենք դա կարանք անենք մենակ եւ արարչագործ լինելով, ազնիվ լինելով, ստեղծագործ լինելով։ Շնորհակալություն բոլորին, շնորհավորում եմ գրքի Շնորհակալություն։ Գործարարները փոխում են աշխարհը, իսկ Club Capital-ը համախմբելով գործարարներին ձևավորում է կապիտալիստների միջավայր։ Այդ փոփոխությունների մասշտաբն ու տեմպերը մեծացնելու համար այստեղ ենք հրավիրում մեր հաջորդ բանախոսին եւ այսպես Club Capital գործարար ակումբի համահիմնադիր Գրիգոր Արաքելյանին։ Նախ ողջունում եմ այս նախաձեռնությունը, որովհետև ցանկացած նման նախաձեռնության ազդեցություն պետք է նայել 5-10 տարվա կտրվածքով եւ հիմա երբ որ հետ հայացք եմ նետում եւ գնում եմ այն պահը, երբ սկսեց թարգմանվել միջազգային բիզնես գրականության գրքեր, սկսեցին գրվել հայկական բիզնես գրքեր, շատ մեծ փոփոխություններ եղան առհասարակ բիզնեսի միջավայրում եւ մարդկանց մտահորիզոնում եւ այսօր մենք տեսնում ենք այդ գրքերի ազդեցությունը։ Այս իմաստով այս գիրքը բացառիկ է եւ առաջինն է ոլորտում, իսկ առհասարակ բիզնես գրականությունը իր մակրոտնտեսական էֆեկտով եւ լոկալ այդ ժամանակի մեջ եւ երկարաժամկետ 5-10 տարվա կտրվածքով ահռելի է։ Եվ ես կանխատեսում եմ, որ այս գիրքն էլ ունենալու շատ մեծ եւ պատմական եւ մակրոտնտեսական էֆեկտ։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր գրքում իրենց փորձով կիսվել են, ես վստահ եմ իրենք էլ իրարից սովորելու բան ունեն։
Դա մեկ, եւ այն սերունդը, որը հիմա նոր գալիս է եւ պետքա որոշի բիզնես անի, թե որևէ մասնագիտությամբ զբաղվի եւ եթե բիզնեսը ինչ բիզնես անի, իրանք նույնպես այս գրքից վերցնելու բան ունեն եւ այս ամեն ինչը կարելի է ամփոփելով ասել, որ այս գիրքը բարիք է տարածում, իսկ մեր գործարարներն էլ իհարկե բարեկեցություն են ստեղծում հասարակության մեջ, այն ինչ մենք տեսնում ենք, այս շենքից սկսած վերջացրած այն ինչ մենք կրում ենք հագուստով, ամեն ինչ մեր շուրջը ստեղծել են գործարարները եւ դա բարիք է, դա բարեկեցություն է, որը որ այս գիրքը էլ ավելի է մեծացնելու մուլտիպլիկատիվ էֆեկտով։ Այսքանը։ Շնորհակալություն։ Երկու կարևոր հատկություն կնշեք, որը պետք է ունենա գործարարը։ Գործել անհայտության մեջ, այսպեսի լավ խոսք կա, ասում եմ ձկները ապրում են ջրի մեջ, իրանց սրիդա обитанияնա, չգիտեմ, կենթայիները ապրում են վայրի բնության մեջ, իսկ գործարարը ապրում է անհայտության մեջ, գործարարը չգիտի վաղը ինչ կարա լինի, բայց ամեն դեպքում գործում է, դա բացառիկ հատկություն է գործարարի, երբ չգիտես կոորդինատները դիմացի 5-10 քայլում ինչ ա լինելու, բայց դու քայլում ես առաջ ու քո հետևից տանում ես քո թիմին, շուկային, ոլորտին եւ այլն։ Դա մեկ, եւ երկրորդը մյուս հատկությունը ստեղծելն է, բարիք ստեղծելն է, հավելյալ արժեք ստեղծելն է։ Դա շատ կարևոր է, որովհետև կան մարդիկ, ովքեր ստեղծում են, դա հասարակության երևի 5%-ն է եւ կա հասարակության մի մաս, ով այդ ստեղծածը սպառում է կամ ավիրում ստեղծած։ Հասարակության 70%։ Եկեք ավելի մեղմ բառով ասենք, սպառում է։ Լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ 1.5 տարվա պատմություն եւ արդեն հաստատված դիրք գործարար աշխարհում։ BS Cosmo Business ակումբը չնայած այս կարճ ժամանակահատվածին արդեն միավորում է 250-ից ավել ակումբականներ աշխարհի տարբեր երկրներից։ Այսօր ակումբն ունի 180-ից ավել անդամ միայն Հայաստանում, որոնք ներկայացնում են տարբեր շրջանառություն ունեցող բիզնեսներ՝ փոքր, միջին եւ խոշոր։ BS Cosmo-ն ոչ միայն բիզնես հարթակ է, այլ մեծ համայնք, որտեղ ստեղծվում են արժեքավոր կապեր։ Ամրապնդվում է գործարար միջավայրը եւ բացվում են նոր հնարավորություններ։ Ակումբը նաև տալիս է բիզնես կրթություն եւ փորձի փոխանակում, որպեսզի բիզնեսի զարգացման հիմքերը լինեն ամուր։ Բացում է նոր հորիզոններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բիզնեսն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Ստեղծում է նոր համագործակցություններ, որոնք տալիս են երկարաժամկետ արդյունքներ։ Սիրով այստեղ եմ ուզում հրավիրել BS Cosmo Business ակումբի համահիմնադիր Անդրեյ Հայրիրյանին։ Բարև ձեզ։ Իրականում շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ողջունելի է, որ այսքան գործարար հավաքվել են մեկ վայրում ու տրամադրել են ժամանակը, որովհետև վստահ եմ, որ յուրաքանչյուրը հիմա փշերի վրա է, թիմի հետ ակապի մեջ խնդիրներ ունի, որ լուծում է ու շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որովհետև երբ որ գործարարը կիսվում է իր փորձով, ինքը նույն ձևի վերահիշում է իր պատմությունը ու սկսում է իր ռազմավարության մեջ էլի աշխատանք իրականացնել։ Գործարարը նենց կյանք է ապրում, որ միշտ դժվարություններով առաջ է եթում, ուստի յուրաքանչյուրս նույն ձևի շատ դժվարություններով առաջ է գնացել։ Ես մտածում եմ, որ ստեներկաներս պետքա տարածեն այդ գիրքը, որովհետև կարդացողները դա մեր նոր սերունդն են, իսկ նոր սերունդը դա մեր ապագա գործընկերներն են։ Ու մենք որպես բիզնես համայնք պարտավորում ենք ձեր կողքը լինել եւ զարգացնել այս գրքի վաճառքները տարածումը։ Շնորհակալություն, բոլորին լավ։ Շնորհակալություն։ Իդեպ եկեք միասին նշենք, որ ներկաների համար ակումբի կողմից նախատեսվում է անակնկալ միջոցառման ներկա բոլոր գործարարներին տրվում է անդամակցության հատուկ առաջարկ, որը գործում է բացառիկ պայմաններով մինչև փետրվար ամսվա վերջին օրը։ Մանրամասների համար առաջարկում եմ դիմել BS Cosmo Business ակումբ։ Շնորհակալություն։ Դե ինչ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին գրքի թողարկման կապակցությամբ։ Ակնկալում ենք, որ գրքի ձեր օրինակը վերցնելուց հետո չեք մոռանա սրահից գնալ եւ կմասնակցեք ամենահամեղ արարողությանը, քանի որ մենք ունենք այնտեղ տորտ եւ պիտի իրականացնենք տորտի կտրման արարողությունը։ Շնորհակալություն հայտնենք MG Group-ին, հիմնադրին Արսեն Վարդանյանին եւ MG քաղցրավենիքի արտադրամասին այսօրվա համեղ ու գեղեցիկ տորտի պատրաստման եւ հյուրասիրության համար։ Շնորհակալություն հայտնենք նաև Աղաբաբյանց ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի հիմնադիր Արամ Աղաբաբյանին, իր ռեստորանային համալիրում շնորհանդեսի անցկացմանը աջակցելու եւ կազմակերպչական աշխատանքներում իր ուրույն դերն ունենալու համար։ Համեղ լոռու պանրի տեսական ու հյուրասիրության համար շնորհակալություն ենք հայտնում Աշոտսկի պանրի գործարանին։ Նաև ունենք, ինչպես նկատեցիք, համեղ շամպայն եւ գինիներ։ Շնորհակալություն ենք հայտնում ղեկավարությանը մեզ տրամադրելու համար այսքան համեղ խմիչքներ
Երևանի շամպայնի եւ գինների գործարան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Բոր Ակվա ընկերությանը մեզ նաև ջուր տրամադրելու համար։ Ջուրը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար, ինչպես գիտենք։ Իսկ գիրքը վաճառվելու է բոլոր հեղինակավոր գրախանութներում՝ Bookinist, Zangak, Book Price, Նոր գրախանութ եւ այլն։ Գիրքը վաճառքի է հանվելու նաև առցանց տարբերակով Ozon, Amazon, Wildberries եւ այլ առցանց հարթակներով։ Բոլորին հրավիրում եմ մասնակցել այս գեղեցիկ արարողությանը եւ մաղթում եմ ձեզ բարի ժամանց։